Ռուսական շուկայում հայկական կոնյակը կորցնում է դիրքերը։ Ըստ ռուսական մամուլում տարածվող տեղեկությունների 2026 թվականի առաջին կիսամյակում մանրածախ վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.2%-ով եւ կոնյակի ընդհանուր պահանջարկում Հայաստանի մասնաբաժինը կազմել է 20%։ Մեկ այլ տեղեկությամբ էլ սահմանափակումներից հետո ռուսաստանցի որոշ ներկրողներ եւ մատակարարներ եւս սկսել են կրճատել Հայաստանից գնվող ալկոհոլի ծավալները, խուսափելով հնարավոր նոր ռիսկերի։ Ռուս փորձագետները կանխատեսում են, թե երկարաժամկետ հեռանկարում հայկական կոնյակին կարող են փոխարինել վրացական, ադրբեջանական եւ ուզբեկական խմիչքներով։ Տնտեսագետների գնահատմամբ խնդիրը հայկական կոնյակի որակը չէ։ Նրանց խոսքով այն պահպանում է բարձր որակը, սակայն շուկայում ստեղծված իրավիճակի հիմքում միայն տնտեսական մրցակցությունը չէ։ Ռուսական շուկայում հայկական կոնյակի հետ մրցումը Դաղստանի կոնյակի գործարանի արտադրանքը բավականին բարձր է որակը ու որակի բարձր լինելու հիմքը հայկական նույն կոնյակագործներն են դրի ժամանակին, քանի ռուսական կողմը քաղաքական հարթության վրա լեգիտիմությունը չի ճանաչել Հայաստանի տեղնոց ընտրությունների եւ քանի կա այդ ԵԱՏՄ եւ ԵՄ հակամարտության թեման, որ հայկական կողմը առաջ է տանում, կասելի գործընթացը, որտեղ դրապակը քաղաքական կրակավար։ Հնարավոր կորուստները Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, նույնիսկ անգամ Ճապոնիա արտահանմամբ փոխհատուցելու փորձեր նախկինում եղել են, սակայն ակնկալվող արդյունքը չեն ապահովել, ասում են փորձագետները։ Նրանց դիտարկմամբ այդ շուկաներում հայկական արտադրանքը բախվում է բարձր մրցակցության, սպառման այլ մշակույթի եւ ճանաչելիության խնդրին, իսկ գնման պարագայում էլ ըստ մասնագետների հիմնականում սփյուռքի ներկայացուցիչներն են լինում։ Տարածքներում տեղ գրավելու, այսինքն հազարավոր մարդկանց կողմից ընդունված լինելու այդ հնարավորությունը փորձել են իրականացնել, չի հաջողվել, որովհետեւ այնտեղ կարգի բազմազանություն կա, հետո անգլո-սաքսոնական կամ գերմանո-ռոմանական ազգերի մոտ ավելի ընդունված են իրենց խմիչները, հայկական կոնյակը այդտեղ անելիք չունի։ Եթե հայկական կոնյակը արտահանվում է, գնորդները միայն հայկական սփյուռքն են հանդիսանում։ Քաղաքագետների գնահատմամբ վաճառքի հետագա պատկերը պայմանավորված է հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների ընթացքով։ Երկարատև քաղաքական տարաձայնությունները ըստ մասնագետների ժամանակի ընթացքում կարող են տնտեսական հետևանքների վերածվել, սահմանափակելով ոչ միայն վաճառքը, այլև հայկական արտադրանքի ներկայությունը ռուսական շուկայում, իսկ եվրոպական շուկայում խնդիրը ըստ մասնագետների ոչ միայն մրցակից արտադրանքի մեծ առաջարկն է, այլև բրենդավորումը։ Եվրամիության հետ կապված ես կարծում այդտեղ հնարավորությունները շատ խիստ սահմանափակ են։ Այս տարի նաև լծվել են բոլոր իտալական պահեստները գինու, նրանք չգիտեն ինչ անեն։ Ֆրանսիան իր կոնյակը ապահովում է բրենդավորմամբ, պլյուս բրենդավորման խնդիրը կա, որովհետև հայկական կոնյակը որպես բրենդ կարողություն ունի միայն հետխորհրդային տարածքում։ Որպես առավել հեռանկարային ուղղություն փորձագետները առանձնացնում են ասիական շուկաները, միաժամանակ նկատելով, որ այստեղ եւս հնարավորությունները սահմանափակում են տարածաշրջանի մի շարք երկրներում ալկոհոլային խմիչքների վաճառքի նկատմամբ գործող արգելքներն ու սահմանափակումները։ Մասնագետների գնահատմամբ ռուսական շուկայի հնարավոր կորուստը կարճ ժամկետում ամբողջությամբ փոխհատուցելու իրատեսական ուղղություն առայժմ չկա եւ առաջնային են համարում գործող շուկայում դիրքերը պահպանելն ու արտահանման նոր հնարավորությունների հետևողական որոնումը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։